Շնորհակալություն։ Պարոն Փարսյան, կապանում մեր հանդիպումից հետո հարցազրույց ունեցավ Սահմանապահ զորքերի ղեկավարը եւ ասաց, որպես սահմանազատում, որպես գործընթաց այդպիսին գոյություն չունի։ Վերջերս վարչապետը ասաց, որ դելիմիտացիա եւ դեմարկացիա չկա։ Հիմա հասարակությունը մոլորված է եւ չի հասկանում, թե ինչ է կատարվում մեր սահմաններին։ Այնինչ տեղի է ունենում, արդյոք դա սահմանազատում է, այսինքն սահմանների տեղորոշում եւ փոփոխում է իր կանոններով, որ պետք է տեղադրվեն հստակ սահմանային նշաններ, անցնի բոլոր փուլերով այդ սահմանազատումը։ Մենք կարող ենք ասել, որ նման գործընթաց կա, թե չկա, այսինքն այս պահին սահմանը այդ նոր տեղորոշված սահմաններին, սահմանային նշանների տեղադրման գործընթաց կա, թե չկա։ Եվ իհարկե ագարակի հետ կապը, քանի որ ագարակը, ինչպես հասկացանք, հաղորդակցությունը կտրվում է եւ մեկուսանում է, ինչ միջոցներ ենք ձեռնարկում, որ գյուղը հաղորդակցվի քաղաքների հետ։ Շնորհակալություն։ Իրականում նման սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում նշանների տեղադրումով եւ այլն։ Ավելի շատ գիտեք հիմա ինչ գործընթաց է ադրբեջանցիների եւ ռուսների մասնակցությամբ դիրքերի տեղորոշման հետ կապված գործընթաց է։ Օրինակ բերեմ, երեք ադրբեջանցիների կողմից մի խումբ մոտիկացավ մեր սահմաններին, բանակցելու մեր պաշտպանության նախարարության ծառայողների հետ, մեր կողմից բանակ գնացել գեներալ Քոչարյանը, որ հիմա կուրացիա է անում մեր սահմանների պաշտպանությունը, ուրեմն ինչ են առաջարկում ադրբեջանցիները, ասում են այն հատվածներում, որտեղ որ մենք դիրքավորված ենք սահմաններին, հետ քաշվենք սահմաններից, հետ քաշվենք ինչի համար, ապահովել անվտանգության գոտի դիրքերի միջև, մեր 100-150-200 մետր մենք հետ քաշվենք, մի այդքան էլ իրանք հեռավորություն պահեն, որպեսզի մեր զինվորները իրար հետ շփում չունենան եւ դրանից նոր, չգիտեմ, կոնֆլիկտներ չառաջանան։ Բայց մեր պաշտպանության նախարարությունից առաջարկություն հնչեց, որ եթե այդպես եք առաջարկում, բերեք դա համակարգային մոտեցում անենք, այսինքն ամբողջ սահմանագծի երկարությամբ, որովհետև հատվածներ կա, որ հենց իրանք են եկել սահմանի վրա դիրքավորվել են, օրինակ Շուքուրաթազից մինչև Արաքսի ափը, այդ հատվածում ադրբեջանցիներն են սահմանի վրա դիրքավորված, այսինքն եթե նման համաձայնության են գալիս, ապա համաձայնության գանք ամբողջովին համակարգային լուծում տանք։ Գնացել են քննարկելու իրանց մեջ, տեսնենք ինչ եզրահանգման կգան։ Որպես այդպիսին նման սահմանազատման աշխատանքներ չկան։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ այն դիրքերը, որոնք զբաղեցվում են հիմա, հետագայում նորից կլինեն, հնարավոր է կլինեն դիրքային փոփոխություններ։ Այո, չեմ բացառում, չի բացառում։ Դրա համար ես հիմա ներկա դրությամբ սահմանների վրա լուրջ աշխատանքներ չեմ իրականացնում, որպեսզի նույն սյուրպրիզը չունենանք, ոնց որ նախկինում։ Շնորհակալություն։ Իրականում շատ մտահոգիչ խնդիրներ են առաջացել